Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է, բարի գալուստ իմ Ալիկ, բարի գալուստ իմ խոհանոց։ Ժողովուրդ ջան, պատրաստում եմ կուլիչ եմ ասում, որովհետև չգիտեմ հայերեն ոնց են ասում, պասկա չի, ինձ թվում է էդի, հա, լավ, ինձ կուղեք, կուլիչ ես կասեմ, հետո դուք ինձ մեկնաբանություններում գրեք ուղեք ինձ, լավ, ուրեմն, պատրաստելու եմ կուլիչ, նույն խմորն եմ անում, այն ինչը որ մի քանի օր առաջ ես թխել էի գաթա, բայց իդեպ ասեմ շատ ունիվերսալ խմոր է եւ համեղ բուլկիներ են ստացվում, եւ գաթա է ստացվում, եւ կուլիչ է ստացվում, մի խոսքով կուլիչը պատրաստելու համար մենակ մի փուճուրիկ սենց դետալներ փոխելու ենք, այսինքն ավելացնելու ենք։ Հիմա նայեք, այդ նույն խմորով ես արդեն գաթայի խմորը ստեղ պատրաստել եմ, նույն խմորն է, այն ինչը որ հիմա անելու եմ ստեղ, բայց այս անգամ գաթայի խմորի մեջ ավելացնելու եմ, կաթը թափում էր, գաթայի խորիզի հետ մեկը անելու եմ նորմալ կլասիկ խորիզ, իսկ մյուսը պատրաստելու եմ չրերով, չիր եմ կտրատելու խորիզի մեջ, մի քիչ այսպես տոնական, զատիկական տեսք տալու համար, սա այսպես, սա գաթայի խմորն է, դնում եմ մի կողմի վրա, որպեսզի մի լավ հասունանա, հիմա ստեղ պատրաստելու եմ նույն խմորը, բայց մեջը ավելացնելու եմ, 4 ձու կոտրել եմ, 4 ձուն, այստեղ չափաբաժնիս համար վերցրել եմ, այստեղ ունեմ շաքարավազը, այստեղ ալյուրը, վանիլին, դրոշ, անցած անգամ ինձ մի հետևորդուհի ասել էր, որ դրոշ շատ եմ ավելացնում, որ կարող է 2 անգամ այս դրոշը օգտագործել, այո սիրելիներս, եթե քիչ մեկ չափաբաժին եմ պատրաստում, կեսն եմ ավելացնում, բայց ես այն անգամ, որ գաթա էի պատրաստել, 2 չափաբաժին էի արել, դրա համար օգտագործել էի մեկ ամբողջ ակտիվացած դրոշ, ահա սիրելիներս, ձուն ասեցի, վանիլին ասեցի, նարինջը դրել եմ կողքից, քերիչի հետ միասին, որ պետք է գեղևը քերենք, եւ այստեղ ունեմ 120 գրամ կարագը հալեցրած, ահան, ժողովուրդ ջան, այսքան բան է պետք մեզ, որպեսզի պատրաստենք կուլիչը, հիմա խմորը պատրաստում եմ, ահան, ժողովուրդ ջան, հովացավ, ճիշտ է, երևում է, որ գոլորշի է դուրս գալիս, բայց բանա, միջև հիմա շաքարավազը ավելացնեմ, ձու բան ավելացնեմ, ավելի կհովանա, բայց հովացել է արդեն կարելի է ավելացնել այն ինչը որ պետք է, ըհն, շաքարավազը ավելացրեցի, հիմա սենց մի թեթև կխառնեմ, կավելացնեմ դրոժը, էլի եմ ասում նկատողություն չանեք, որ դրոժը շատ է, որովհետև 2 չափաբաժին եմ պատրաստում, ժողովուրդ ջան, 2 չափաբաժին եմ անում, որ գոնե, քանա 4 հատ միջին չափի կուլիչ երևի դուրս կգա, չգիտեմ, հեսա միջև խմորս պատրաստ չլինի, չեմ կար ասեմ չափսերը, դրոժն էլ ավելացրեցի, հիմա կավելացնեմ ձու, միատ սենց թեթև կխառնեմ, հիմա կավելացնեմ մի փոքր ալյուր, սա տեսնեմ ուր եմ տեղավորում, հենց ես ամենին ինչ, տակ, հիմա լցնում ենք ալյուրը, մեկ չափաբաժնի համար, ժողովուրդ ջան, տանում է 600-ից 750 գրամ ալյուր, հիմա եթե ես տեղ ունեմ 2 չափաբաժին, ուրեմն մոտավորապես 1 կիլո 400 գրամ կամ 1 կիլո յուկես ալյուր պետք է օգտագործեմ, իմ այս տարան 250 գրամ է, ըհն, 250 գրամը ավելացրեցի, կխառնեմ, կարագի մասին չեմ մոռացել,
Հեսա կարակը կողքից դրված է։ Կարակը կավելացնեմ այն ժամանակ, որ արդեն մնացել է վերջի շտրիխները ալյուր լցնելու, այդ ժամանակն որ կավելացնեմ կարակը։ Լավ, հիմա լցնում եմ ալյուրը։ Սա արդեն եղավ 2 հատ 250։ Հիմա կամանց ավելացնեմ ու նորից միանամ ձեզ։ Ահա, ժողովուրդ ջան, տեսեք, հենց հիմա այստեղ լցրել եմ ես 1 կիլոգրամ ալյուր։ Մոտավորապես եմ ասում։ Մոտավորապես 1 կիլոգրամ ալյուր եմ լցրել։ Հիմա մի քիչ էլ ալյուր կավելացնեմ։ Չէ, հիմա մի քիչ նարինջի կեղև։ Նարինջի կեղևն էլ հիմա քերիչով անցկացնեմ, որպեսզի համեղ համ տա։ Ահա, ժողովուրդ ջան, նարինջի կեղևը քերիչով անցկացրեցի, վանիլինը մոռացել էի հիմա կավելացնեմ, քանի դեռ խմորս ջրալի խմոր է։ Ահա, հիմա մի քիչ սա այսպես կխառնեմ ու կավելացնեմ էլի ալյուր։ Ահա, ժողովուրդ ջան, ալյուր ավելացրեցի, տեսեք, այսենց պնդությանը։ Ու հիմա կավելացնեմ կարակը։ Ու մի լավ կխառնեմ։ Ահա, ժողովուրդ ջան, իմ խմորը համարյա թե պատրաստ է։ Ոնց ենք իմանում ալյուրի չափը։ Եթե ալյուրի քանակը մոռացել եք, քանի բաժակ ավելացրեցիք կամ կասկածում եք, էլի պետքա թե պետք չի, այսենց ենք ստուգում, նայեք, վերցնում ենք ու միանգամից կտրվող խմոր է դառնում։ Տեսեք, կտրվում է, այսենց։ Միանգամից պետքա կտրվի, չպետքա ծորաշատ։ Այ հիմա իմ հոտ էլ ավել չեմ, տեսեք, կտրվող խմոր է դառնում։ Ահա, տեսեք, այսենց, որ անենք, միանգամից կտրվի, ոչ թե ծորա։ Հիմա, այս նույն տարայի մեջ, թողնում եմ խմորը, կհանգստանա, կբարձրանա, մի հատ լավ, կկրկնապատկվի, թե կեռապատկվի, չգիտեմ, համենայն դեպս կթողնեմ այնքան բարձրանա, մինչև ինչքան որ պետքա։ Ահա, հետո մյուս երկրորդ անգամ, որպեսզի թողնեմ հասունանա խմորը, այդ ժամանակ մեջը չամիչ կավելացնեմ ու կթողնեմ մի հատ երկրորդ անգամ նորից խմորը բարձրանա։ Վերջ, ժողովուրդ ջան, հիմա ես սա կփակեմ, սա այս հավաքեմ խմորը մի հատ լավ, ու փակեմ, թողնեմ, թող հասունանա։ Ու գնամ տեսնեմ հլը իմ գաթայի խմորը ինչ եղավ։ Ահա, ժողովուրդ ջան, տեսեք, թե խմորը ոնց է բարձրացել։ Չափից շատ է բարձրացել, հիմա մաքրեմ։ Ձեռքս մի քիչ ալյուր կանեմ ու կմաքրեմ։ Չեմ թողնի, որ այս խմորը մնա։ Հիմա մի քիչ կնստացնեմ ու ալյուրը չամիչը արդեն փրչած պատրաստ է։ Կավելացնեմ ու կթողնեմ մի հատ նորից ինքը խմորը հասունանա։
Ահա ժողովուրդ ջան, հիմա էլ կթողնեմ չամիջով խմորը կուռի, ձեռքերս մաքրեմ, վրան փակեմ, թողնեմ էլի բարձրանա խմորը։ Մի հատ նորից լավ հասունանա։ Ահա ժողովուրդ ջան, տեսեք, էսի գաթայս խմորն է, լավ բարձրացել է։ Հիմա սաղ կձևավորեմ 2 հատ գաթա կանեմ, մեկը նորմալ կլասիկ խորիզով, խորիզը պատրաստել եմ, այստեղ էլ չիր եմ դրել, որ պետք է կտրտեմ, մյուսն էլ խորիզ ու չիր միասին կանեմ, ու հեսա սա կտով է, փաստորեն չի իմանում, հիմա կուտը միջից կմաքրեմ, կկտրատեմ, խորիզը կբաժանեմ 2 մասի, կեսը չիրով կանեմ, կեսը կլասիկ ձևով խորիզով։ Այստեղ էլ ունեմ այս ամանները, սենց պատրաստ դրել եմ, չգիտեմ 4 հատ եմ դրել, բայց խմորը շատ եմ տենում, տեսեք թե ինչ ընտիր խմոր ա եղել, ընտիրություն ա, ուղղակի խոսք չկա։ Ահա խմորը պատրաստ ա, շատ եմ տենում, եթե պետք եղավ մի հատ ավել էլի կանեմ, տեսնենք հələ ընթացքը մեզ ցույց կտա ինչ ենք անելու։ Դե ինչ ժողովուրդ ջան, հիմա ես անցնեմ այս չիրը մի հատ մանրացնեմ, կտրատեմ, մի քիչ չամիջ կավելացնեմ, սա էլ կուտը հանեմ միջից, սա էլ մանրացնեմ, չէ, այս մեկը կուտով չի, փաստորեն համ կուտով կա, համ առանց կուտ, լավ, հեսա ստուգեմ տեսնեմ, որը կուտով է, այս մեկը կուտով է, ահա, ժողովուրդ ջան, անցա գործի։ Ընտիր խմոր ա ստացվել, ընտիր, ժողովուրդ ջան, դուք էլ անպայման փորձեք, շատ լավ խմոր ա, հիմա ես սա կբաժանեմ 2 հավասար մասերի, հենց այսինց ձեռքով, այս մի գունդը կդնեմ հեսա մի կողմի վրա, այսինց, ու այս մի գունդը, ձեռքով բացում եմ առանց կրտնակի, կրտնակ չեմ օգտագործելու, ինքը այնքան լավ հավեսին խմոր ա, որ սենց ձեռքով մի քիչ կբացեմ, ոյ, փուչիկներ կա մեջը, ճտում են ձեռքիս տակ փուչիկները, ժողովուրդ ջան, այս է խորիզը, խորիզի մեջ մոռացել եմ, վանիլին չեմ ավելացրել, հիմա 2 տուփ վանիլին կավելացնեմ, մի հատ լավ կխառնեմ ու կբաժանեմ 2 հավասար մասերի, տեսեք ինչքան լավ, այս հենց անում ենք, ինչքան լավ խմորա բանա, ինչքան լավ խորիզա ստացվել, մենակ մի քիչ լավ խառնելա պետք, որպեսզի վանիլինը գունդ չմնա մի տեղում, համաչափ տարածվի, ժողովուրդ ջան, խմորը մի քիչ է երևի մեծացնեմ, այս եզրերից ու սկսեմ փակելը, ժողովուրդ ջան, հեսա այսպես իրար վրա փակենք, շրջեմ մյուս կողմը, չի ուզում փակվի, ձեռքս ալուրոտեմ, այսպես որ լավ փակեմ, փուչիկներ են, սաղ մեջը փուչիկներ են, ընենց ընտիր խմորա, որ, ահա ժողովուրդ ջան, հիմա շրջեմ հակառակ կողմը, ու ձեռքով տարածում եմ, բարձրությունը ինչքան որ դուք ուզում եք, չնայած ինչքան շատ բացեք, այնքան լավ, ինքը շատ բարձրացող, լավ բարձրացող խմոր է, մի քիչ ալուր անեմ,
Հիմա տեղափոխեմ ջեռոցի տապակի մեջ, վրան ձուկը կսեմ ու կուղարկեմ ջեռոց։ Մի քիչ էլ նախշեր կանեմ վրան։ Ահա, ժողովուրդ ջան, սա կլասիկ գաթանա ուղարկում եմ դեպի ջեռոց։ Կհանդիպենք հենց հանեմ, պատրաստ լինի։ Ահա, ժողովուրդ ջան, հիմա էլ այս խորիզի մեջ ավելացնում եմ կտրտած չիրը։ Հիմա մի լավ սենց կխառնեմ ու կստացվի շատ համեղ միջուկ։ Վերջ, այսրան կպել են իրար, առանձնացնեմ։ Վերջ, ժողովուրդ ջան, հիմա էլ այս մյուս գնդի հետ պետք աշխատեմ։ Ահա, ժողովուրդ ջան, այս է լիքը առատ միջուկ եմ մեջը լցրել, սա երևի այսենց կանեմ, որպեսզի տարբերվի մյուս գաթայից։ Չէ, մի բան անենք, որպեսզի տարբերությունը զգացվի։ Այս մեջտեղը մի հատ չիր կարելի էր դնել։ Չամիչ կդնեմ։ Ահա, մեջտեղը այսենց, չէ՞։ Այս հետ երևի սենց կանենք, թող անհավասար չմնա։ Հիմա էլ ձուկը կսենք վրան։ Ու կսպասենք միջև այն մեկը թխվի, սա էլ արդեն կմցնենք ջեռոց ու վերջ։ Ահա, ժողովուրդ ջան, էսի մի հատ հետ է հրեմ, չխանգարիմ ու անցնենք այս գործերին։ Միջև են մի գաթան կթխվի, ես ձեռքս մի քիչ ալուրոտեմ ու էսի հանեմ։ Ընտիր խմորա։ Մաքրենք, ափսուս այս խմորը։ Ժողովուրդ ջան, նորից ձեզ ցույց տամ, տեսեք, թե ինչ կտրվող խմոր է։ Նայեք, այսենց եք անում, տեսնում եք, կտրվում է։ Չի ծորում, ոչ մի բան, պետք է այսպիսի խմոր լինի։ Ահա, հիմա ինչ եմ անում։ Հիմա այսենց գտալ, ձեռքերս չեմ կեղտոտում։ Գտալ վերցնելու եմ, այսենց անեմ, որ երևի լավ երևա, կամ դիրքը փոխեմ մի րոպե։ Ահա, ժողովուրդ ջան, այսենց ինձ թվում է ձեզ ավելի լավ է երևում։ Այսենց, հիմա մի հատ մի րոպե։ Ահա, հիմա էսի այսենց կմաքրեմ, կտարածեմ, այսենց ավելնորդ խմորներ կողքերը չկպչի։ Պետք է լավ ինքը հավասար տարածվի։ Երևի մի կտալ էլ հեսա ավելացնեմ, որպեսզի իր կեսը գա։ Մի փոքր այսենց, մի փոքր։ Ու հիմա այս ամբողջ խմորը կբաժանեմ մասերի, արդեն կտեսնեմ հավասարությունը ոնց եմ պահպանում։ Համարենք սա արդեն պատրաստ է։
Անցնենք մյուսին։ Հլնդեղ տեսեք, ինչ ընտիրություն է դարել, արդեն կարմրում է, իդեպ ասեմ թխում եմ 170 աստիճանի տակ, ահան, ժողովուրդ ջան 4 հատ ստացվեց, էլ ոչ ավել, ոչ պակաս, կակրաս, հավասար, ամեն ինչը հեսա, հիմա կփակեմ, կթողնեմ մի քիչ կհասունանա ու կուղարկեմ դեպի ջեռոց, միջև գաթան կթխվի, այս գաթան կթխվի, սա էլ արդեն խմորը նորից կբարձրանա, ահան, ժողովուրդ ջան տեսեք, այս մի գաթան հանեցի, մեջը միջուկով, տոկ-տոկա չեմ կարա դեռ ոչ կտրեմ, ոչ բան, էսի արդեն, տեսեք թե ինչ լավ գաթա է ստացվել, էսի արդեն կարամ կտրեմ, որովհետև բանա լավ փափուկ, հավեսին գաթա է ստացվել, ու հիմա ուղարկում եմ դեպի ջեռոց, այս սրանք, տեսեք, բարձրացել արդեն խմորը, ժամանակն է ջեռոց ուղարկելու, ահան, վերջ ժողովուրդ ջան ուղարկեցի դեպի ջեռոց, թխում եմ 180 աստիճանի տակ, ահան, տեսնենք իրա վերջնական ռեզուլտատը, ինչ դուրս կգա, ահան, ոյ տոք հեսի, այս էլ կտրենք, չեմ համբերում, պետք է կտրեմ, տեսնեմ թե մեջը գոլա, դեռ ընենց գոլոտա, այսա ժողովուրդ ջան, այսինց լավ գաթա է ստացվել, խմորն էլ փափուկ, ես այսենց գաթա եմ սիրում ճիշտն ասած, կան մարդիկ, որ չեն սիրում սենց փափուկ խմորով գաթաներ, բայց ինձ դուր է գալիս, հիմա սա որ մի քիչ սառի, ընտիրություն կլինի, լավ չկտրեցի միջուկը ստեղ մնաց, այս մեկը ես կուտեմ, համեղություն, տեսեք, ընտիրություն ու համեղություն, անցնենք այս մյուս կողմը, շատ տաք է, բայց պետք է կտրեմ, նացենց կկտրեմ, մի հատ այսենց կկտրեմ, շտապում եմ, որպեսզի ձեզ ցույց տամ, ահան, այսենց միջուկ ունի, բայց իհարկե պետք է սառի, խորիզը շատ տաք է, թող սառի ու կլինի համեղություն, չիրը խորիզով շատ համով է, ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ գլազուրը պատրաստեմ, ճանեմ լիմոնով, լիմոնի հյութով, հիմա մի հատ լիմոնը լվանամ, չեմ լվացել, լվանամ հյութը կամեմ, ստեղ ուրեմն ունեմ շաքարի պուդրա ու սա վերջում վրան լցնելու համար, ահան, հիմա ինձ պետք է մենակ սա վերջում լցնելու համարը այս 3 բաղադրիչները, լիմոնի հյութը, պանիր քսովի ու շաքարի պուդրա, բացի իմ գաթաներից, այսօր որ թխել եմ, էլի գործ եմ ախր արել, այսօր լիքը գործ եմ արել, ժողովուրդ ջան, տեսեք թե ինչ լավաշներ եմ թխել, ասից մի հատը չի դուրս գալիս, տեսեք թե ինչ լավաշներ եմ թխել, ժողովուրդ ջան, փափուկ, ընտիր, լավաշներ են, ահան, երկուս ես տոպրակով լավաշներ թխեցի, տեսեք, հա, այսօր այսքան գործ եմ արել, գաթաներս էլ անմահական են, կուլիչների վիճակն էլ, տեսնենք ինչա կատարվում, հենա թխվում են, լավ, սպասենք թխվի, միջև ես կպատրաստեմ բեզեն,
Այս էսենց մի քիչ լցնենք, թողնեմ կողքերից է մի քիչ այսպես թող ծորա։ Այսպես ընտիրություն ստացվեց։ Ահա։ Տեսանք ինչ լավ ստացվեց։ Հիմա մոտիկացնեմ, տեսեք մոտիկից։ Ահա ժողովուրդ ջան։ Այսինքն համեղություններ ստացվեցին։ Այսի կտրած վիճակով, սրանք դեռ թղթի մեջ են, սա չիրուչամիջով գաթան, այս էլ սովորական խորիզով գաթա։